Աստծո խաչը կամոքն Աստծո եւ նրա ներգործությամբ անապական է, քանզի նրանով արեց մարդկային ցեղի փրկությունը։ Երկրորդ, քանզի Աստված բոլոր արարածներին իր խոսքի զորությամբ նույնությամբ է պահում, ինչպես ասում է առաքյալը, եւ սրանք պահում են առանց նրա էության միավորության, ապա առավել եւս խաչն է մնում անապական, քանզի Աստծո էությունն է նրա վրա, այսինքն բան Աստված, որ մարմնով գամված է նրա վրա։ Երորդ, որովհետև այդ խաչը շաղախված է աստվածային արյամբ, ինչպես որ բևեռվեց նրա վրա։ Արդ, եթե խաչն ապականվի, ապա կապականվի նաև արյունը, որ նրա վրա է։ Ուստի հայտնի է, թե բանի մարմինն ապականացու են համարում նրանք, ովքեր ապականացու են համարում նաև խաչը, իսկ դրանք նեստորականներն են, սակայն նրանք, որ բանը մարմնով անապական են խոստովանում, պարտավոր են Աստված ընկալ խաչը ևս անապական խոստովանել։ Չորրորդ, օրինակներից հայտնի է, որ Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, խաչի օրինակն էր, իսկ տախտակները խոսքի և դրախտի կենաց ծառի։ Արդ, սրանք այսուհետև անապական են առհասարակ, որ օրինակներ են, ապա ուրեմն ճշմարտություն է, թե անապական է Աստված ընկալ խաչը։ Հինգերորդ, քանզի ոչ մի ապականացու մյուսին ամբողջական չի կարող պահել, ինչպես հայտնի է բոլոր նյութական իրերից։ Արդ նա, որ բոլոր գերեզմանները կնքված է պահում, օշնում և հաստատում է եկեղեցին և զորավիգ է բոլորին փրկության համար, կարող է անապական լինել, քանզի աստվածային է նշանը։ Վեցերորդ, որովհետև Աստծո գործն է նվաստ և փոքր բաներին ներգործել մեծապես, ինչպես որ կավով բացեց կույրի աչքերը և 12 ջուր բխեցրեց քարից և այլն։ Այսպես և փոքրիկ խաչը տիեզերքին առավել փրկություն բերեց և անապական դարձրեց։ Յոթերորդ, ինչպես Սողոմոնն է ասում, օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, որը փրկչական խաչն է։